Դուք ևս լրատվական գործունեություն եք ծավալում, բավականին լավ էր ստացվում ձեր մոտ վերլուծական հաղորդումներ անելը։ Օրինակ, ինչպես անդրադառնայիք, եթե օրինակ Տարոն Մարգարյանը լիներ քաղաքապետ եւ նրա վարչական շրջանի ղեկավարը ու էր եթերում մարցեց, ինչպեսի հաղորդում կնկարեք։ Ես կդատապարտեի բռնությունը եւ հիմա էլ եմ դատապարտում բռնությունը, դատապարտում եմ ֆիզիկական բռնությունը, դատապարտում եմ վերբալ բռնությունը, դատապարտում եմ հոգեբանական բռնությունը, ես դատապարտում եմ բոլոր տեսակ բռնությունները, դատապարտել եմ այն ժամանակ, դատապարտում եմ հիմա եւ դատապարտելու եմ նաեւ ապագայում։ Եվ ես կարծում եմ ու համոզմունք ունեմ, որ ընդհանրապես բռնությունը մեր քաղաքական մշակույթում պետքա տեղ չունենա։ Մնացածը ես կարծում եմ քաղաքական պատասխանատվության մասը, ես կարծում եմ, որ ամեն դեպքում, քանի որ նոր-նորքի թաղապետը այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, ես կարծում եմ, որ դա իրենց քաղաքական պատասխանատվության տիրույթում է, իրենց քաղաքական պատասխանատվության տիրույթում է եւ քաղաքապետարանի քաղաքական պատասխանատվության տիրույթում է։ Ես արդեն պատասխանեցի, ես դատապարտեցի բռնությունը, եթե առաջնորդվեինք ձեր տրամաբանությամբ, ես նաեւ պիտի չդատապարտեի, բայց կապ չունի։ Ես դատապարտում եմ բռնությունը։ Ռուսաստանը կապ ուներ այդ իրադարձությունների հետ։ Ես ճիշտ ասած չեմ կարող մեկնաբանել այդ կոնտեքստում։ Իսկ հետևանքները ներողություն, որովհետև միայն բանավոր դատապարտելով եւ այլ գործընթացներ չունի դա ինչ կանոն է, ճիշտ այդ դեպքում բոլորին։ Նարեկ ջան, ես հասկացա, ես կարող եմ, երբ որ խոսքը վերաբերվում է հետևանքների մասին եք հարցնում։ Խնդրեմ, ասեք։ Բոլոր կամենտները։ Այդ էիք հարցնում։ Ես կարող եմ այդ համատեքստում պատասխանել հարցերի, որոնք որ վերաբերվում են մեր քաղաքական թիմին, որոնք վերաբերում են մեր խմբակցությանը, բայց ես, ճիշտ է, կոալիցիա է, բայց կոալիցիայի յուրաքանչյուր քաղաքական ուժ, յուրաքանչյուր կուսակցություն, որը իր քվոտայով նշանակում է պաշտոնյայի, ինքը պիտի քաղաքական պատասխանատվությունը իր տիրույթում է։ Ես խնդրում եմ դուք այդ հարցերը իրենց տվեք, եւ նաեւ քաղաքապետանի տիրույթում է ու քաղաքապետի։